Նա ասաց, որ Եզեկիելի գիրքն ինձ ասում է. պատրաստել Աստծո ժողովրդին Տիրոջ պատերազմի համար, որովհետև շատ-շատերը Քրիստոսի մեջ են, բայց դուք պատրաստ չեք պայքարին, որովհետև դուք Քրիստոսի մեջ եք, բայց կաղում եք, դուք Քրիստոսում, բայց տկար եք, դուք Քրիստոսում եք, բայց հիվանդ եք, դուք Քրիստոսում եք, բայց աղտոտված եք, դուք Քրիստոսում եք, բայց շփոթված եք, դուք Քրիստոսում եք, բայց անհնազանդության մեջ եք, եւ այս ամեն բաց թողումները, որ դուք ունեք, դուք կարծում եք, որ ոչ, բայց դա այդպես է, ամեն անգամ, երբ դուք անհնազանդություն եք անում Աստծո առաջին ու շարունակում եք չհնազանդվել նրան, ապա որ զբաղմունքն է գերիշխում ձեր կյանքում, այն թաքնված չէ ինչ-որ մեկի մեջ, որ պատահմամբ կանգնել է ձեր կոշիկի վրա ու ինչ-որ մի բան փոխանցել ձեզ, որովհետև դուք միշտ ասում եք ձեր սրտում, որ երբ ես ուզում եմ բարի անել, չարը միշտ ներկա է, երբ ես ուզում եմ քեզ ասել այո Տեր, ես միշտ գտնում եմ ինձ մեջքով կանգնած դեպի քեզ, ում հետ եմ ես խոսում իմ ետևում, երբ ես առաջ ու ետ եմ անում, ես երկու քայլ ետ եմ մնում, բայց այսօր ասում է Տերը, ես ձեր կյանքի կենտրոնում եմ, այսօր մի շրջանակ եմ գծել, այս երեկո ես ձեզ մի նոր դիրք եմ տալիս, այս երեկո ես նոր լիցք եմ տալիս ձեր հոգուն, այս երեկո ես մի թարմ քամի եմ ուղարկում, այս երեկո ես մի նոր օծություն եմ բաց թողնում, այս երեկո փառքը պիտի երևնա, այս երեկո ես կպատասխանեմ ձեզ իմ ներկայության մեջ, այս երեկո